շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ, այս կամ այն չափով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է։ Հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է, ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ կենսագործունեությունը ապահովելու մասին։ Բայց շատ կարեւոր է համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք պետական բյուջեի երևույթ, ինքներս իրար հետ շատ խոսենք, մենք բավարար չափով խոսում ենք, բայց էլի ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ կա, բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջե։ Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում։ Իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է, այսինքն մեզնից յուրաքանչյուր քաղաքացի կարող է եւ պետք է մեր կարծիքով ասի, որ ժողովուրդը իր ընտանիքն է եւ այդպես է նաեւ իրականում։ Հիմա հասկանանք, թե ինչպես է բյուջեն ձևավորվում։ Եթե վերցնենք 2026 թվականի առաջին վարքյանները, դեկտեմբերի 31 եկավ, նոր տարին եղավ եւ 2026 թվականը եկավ։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 է, այսինքն 0,001 վարքյան։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 են։ Պատկերավոր ասած, եթե դա համարենք ընդհանրապես զրոյական կետ, այդ պահին Հայաստանի պետական բյուջեում ոչ մի լումա չկա։ 0 է։ Բյուջեի գումարը 0 է։ Իհարկե, քանի որ բյուջեն շարունակական process է, ինքը տենց մի տարում չի սկսում 2026, եթե սկսեր մեր բյուջեի պատմությունը 2026 թվականի հունվարի 1-ից, ուրեմն կլներ 0, բայց քանի որ շարունակական process է, սովորաբար նախորդ հաջորդ տարվա ծախսերի մեկնարկի համար նախատեսվում է ռեզերվ բյուջետային եւ նաեւ նախորդ տարվա եկամուտների չծախսված մասը փոխանցվում է պետական բյուջե, այսինքն ընթացիկ ծախսեր իրականացնելու համար։ Բայց եկեք պատկերացնենք, որ 2026 թվականը բյուջետային համակարգի մեկնարկի կետն է։ Մենք էլ քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն։ Ուրեմն կեսգիշերի դրությամբ եւ նույնիսկ մի ժամ անց պետական նույնիսկ 2 ժամ անց, նույնիսկ 3 ժամ անց, նույնիսկ 4 ժամ, նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները 0 է։ Հիմա ինչպես են ձևավորվում պետական բյուջեի գումարները։ Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հիմնականում արտաքին մաներն են, համագործակցություններն են, սպային հաշվի չեմ առնում, ձևավորվում են հետևյալ հարկերի միջոցով կամ վճարումների միջոցով, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձևավորվում է այս հարկերի միջոցով ձևավորված խողովակներով տեղի ունեցող վճարումներից։ Հիմա ինչպես ես ուզում եմ ցույց տալ մի փոքր գիծ, մեկ կամ երկու փոքր գիծ բյուջեի ձևավորում։ Հունվարի լույս 1-ի գիշերը բնականաբար առավոտյան խանութում մեծ հավանականությամբ, ասենք օրինակ, լինում են ապրանքներ եւ մատակարարվում են։
վերցնենք ամենապարզ օրինակներից մեկը, գիշերը արտադրողը արտադրում է թթվասեր, չէ, գիշերը արտադրում է, որ առավոտյան, չնայած ես հիմա չգիտեմ ինչքանով այդ ավանդույթը կա, որ թարմության տրամաբանությամբ, որ սովորաբար թթվասեր մեկ էլ առնում ենք հունվարի 20-ի կողմերը, բայց եկեք նայենք, չնայած այդ ավանդույթը ոնց որ կամաց փոխվում է։ Հիմա հունվարի լույս մեկի գիշերը արտադրողը թթվասերը արտադրեց, թողարկման պահին գոյանում է ավելացված արժեքի հարկ։ Այսինքն, երբ որ ապրանքը թողարկվեց, ինքը դեռ չի վճարվել, բայց իր շուրջ, իր փաթեթավորման հետ ձևավորվում է նաև ավելացված արժեքի հարկ։ Բայց այդ հարկը մտնում է պետական բյուջե, այդ ապրանքի շրջանառության արդյունքում, մասնավորապես, բնականաբար թթվասերը առաքվեց խանութ, եւ երբ քաղաքացին իր բակի խանութում գնում է թթվասերը, ասենք վճարելով 400 դրամ, այդ պահից սկսվում է բյուջեի համալրման գործընթացը։ Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Այն պահին, երբ որ ինքը թթվասերը գնեց 400 դրամա, 400 դրամը ամբողջությամբ հենց թթվասերի արժեքը չի կոպիտ ասած։ 400 դրամի մեջ 20 դրամը, 20%-ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ ավելացված արժեքի հարկը պետական բյուջե, ես հիմա չեմ կանգ առնի ավելացված արժեքի հարկի այդ հաշվեգրումների եւ այլնի վրա, պարզ բան անեմ, մասնագետները խոժորված ինձ են նայում, որպեսզի այդ նրբությունները չեմ ընդգծի, թե ինչպես է բանը, ինչ անում է։ Ավելացված արժեքի հարկը առանձնահատկություններ ունի, որովհետև բոլորը չէ, որ այդ թթվասերի 400 դրամանոց 20%-ը կարա շրջանառվի, բայց բոլորը չէ, որ 20% են վճարում։ Այսինքն այդ 20%-ը հետո ով ինչքան վճարեց բաշխվում է որևէ ինչ բարդ մեխանիզմներով։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները արձանագրեն, որ այդ թթվասերը երբ որ իրան գնեցին, 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ որպեսզի, այսինքն քաղաքացին չի կարող որևէ ձևով գնի թթվասեր Հայաստանում, որ իր գնած գնի մեջ 20% ավելացված արժեքի հարկը ներառված չլինի։ Ըստ էության ամեն ինչ, բացառությամբ կարող են լինել ապրանքներ, որոնք ավելացված արժեքի հարկից չէ, նույնիսկ շրջարկի դեպքում, եսա շրջարկին առանձին կանրադառնում։ Գնի մեջ ավելացված արժեքի հարկը ներառված, այսինքն չկա տարբերակ, որ մենք որևէ բան գնենք եւ հարկը չվճարենք։ Այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, թե ինչքանով է այդ շրջանառությունը ոչ ստվերային, որպեսզի արձանագրվի, որ քաղաքացու վճարած ավելացված արժեքի հարկը մտնի պետական բյուջե։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այսինքն քաղաքացին այսպես թե այնպես վճարում է, այլ բան, որ ստվերային տնտեսության դեպքում քաղաքացու արդեն իսկ վճարած հարկը գնում է մասնավոր անձի գրպան, իսկ երբ որ շրջանառությունը ստվերային չի, այդ հարկը մտնում է պետական բյուջե։ Այսինքն ես ուզում եմ էլի ընդգծեմ, քաղաքացին տալիս է գումարը բյուջեին, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած, իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Եվ ահա այս շրջանառության ոչ ստվերայնությունը ապահովելու համար շատ կարևոր է, որ թթվասերը գնելու պահին խանութը դուրս գրի ՀԴՄ, այսինքն մեր մանրածախ առևտրի ոլորտում ստվերային շրջանառությունը կանխելու ձևը հաշվիչ դրամարկային կտրոնն է, եւ հաշվիչ դրամարկային կտրոնը երկու պատճառով է կարևոր։ Առաջինը նախ դա հնարավորություն է տալիս, որ թթվասերից շրջանառությունը լինի ոչ ստվերային, որպեսզի ի վերջո այն 20% ավելացված արժեքի հարկը վճարվի, եւ բացի դա թթվասեր վաճառողը առնվազն շրջանառության հարկ պետք է վճարի։ Եվ շրջանառության հարկը գոյանում է ՀԴՄ-ների կուտակման արդյունքում
ձևավորված արձանագրված շրջանառության չափից։ Եվ եթե ՀԴՄ չի բաց թողնվում, իհարկե կան բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր բաց են թողնում միշտ ՀԴՄ, բայց ես կարևոր եմ համարում քաղաքացու տեսակետից, ես եւ ես շնորհակալ եմ բոլոր բարեխիղճ տնտեսվարողներին, բայց կարևոր է հարցի մոտենալ քաղաքացու տեսակետից նաեւ։ Այսինքն ՀԴՄ-ների ցույց տրված բացահայտած շրջանառության արդյունքում է նախ որոշում, թե տնտեսվարողը շրջանառության հարկի դաշտում է գործում, թե ավելացված արժեքի հարկի դաշտում է գործում։ Սա կարևոր նրբություն է։ Այսինքն, բայց նույնիսկ ճիշտ շրջանառությունը ցույց տալու համար կարևոր է, որ հաշվից դրամարկային կտրոն դուրս գրվի։ Հաջորդը թթվասեր արտադրողը իր աշխատողներին պետք է վճարի աշխատավարձ։ Բնականաբար այդ աշխատավարձը այդ 400 դրամներից է գոյանում, բայց որի արդյունքում պետք է աշխատողների փոխարեն վճարի 20% եկամտային հարկ եւ սոցիալական վճար։